Free News-ի եթերում լուրերից դուրս քննարկում է սկսվում այսօր տաղավարում իմ հյուրն է այբ կրթական հիմնադրամի հուկաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախճանյանը։ Բարև Արամ։ Բարև Գագիկ։ Արամ ջան, տես, քանի որ ցանկալի է ու նախընտրելի է, որ մենք խոսենք կրթության թեմաներից, որովհետև առաջին հերթին կրթությունն է, որ քո հիմնական կարելի է ասել, հա, ոլորտն է։ Երբ դիտում ենք Հայաստան ժամանող յութուբերներին, տուրիստներին, առաջին բանը, որ իրենք խոսում են իրենց այդ շորթերով, ռիլերով, տեսանյութերով, առաջին բանը, որ իրենք խոսում են այն պլյուսների մասին, հա, մի կողմ թողնենք խորովածը, հյուրասիրությունը, հյուրասեր հայ ժողովուրդը, իրենք նշում են հայերի ռուսալեզու լինելը, այսինքն ռուսերեն խոսալը, ռուսերեն հարցերին պատասխանելը, հիմա այս խնդիրը մեր մոտ, ասենք հիմա հասկանալի է, մեծ հոսք կա Ռուսաստանից, բայց օրինակ եթե պատկերացնենք վաղը մյուս օր նման հոսքերը հիմա արդեն սկսում են, հոսքեր են լինում այլ երկրներից, որն է մեր կոմունիկացիայի լեզուն լինելու։ Դե դա շատ լավ հարց է, ընդհանրապես հայերին միշտ բնորոշ է եղել տարբեր լեզուներով խոսելու կարողությունը։ Միգուցե դա է նաև եղել պատճառը, որ նախկինում հայերը հեշտությամբ են հարմարվել այլ երկրներում ապրելուն, որովհետև ընդհանրապես լեզուներին տիրապետելը մշակույթի մեջ եղել է։ Ասենք Օսմանյան կայսրության մեջ ապրող հայերը առնվազն խոսացել են հայերեն, թուրքերեն, արաբերեն եւ որոշները ֆրանսերեն, առավել Պոլիսում ապրող հայերը համարյա ֆրանսերեն լավ գիտեին, Պոլիսը Ֆրանսիայի մշակույթի հատկության ներքո է բավականին։ Եվ սովորական բան եղել, ասենք գյուղացի գեղեցիկն մի երկու լեզու միշտ գիտեր, առնվազն բացի սեփական լեզուից։ Դա էր պատճառը նաև քրդերենները։ Հա, քրդերեն հաստատ։ Դա էր պատճառը նաև նրա, որ ի տարբերություն այլ հանրապետությունների Հայաստանում, գյուղերում ռուսերեն լավ գիտեին։ Հա։ Ասենք եթե դու գնայիք Ղազախստան, որը կիսա ռուս եւ կիսա ղազախ հանրապետություն էր, մինչև հիմա։ Մինչև հիմա էլ, այո, ապա հարավային մասերում Ղազախստանի մինչ այսօր ռուսերենին չեն տիրապետում։ Իսկ այն ժամանակ էլ ավելի չէին տիրապետում, այնպես չէ տիրապետում։ Ընդհանրապես կենտրոնական Ասիայի երկրներում։ Այո։ Ուզում ասել, որ դա մշակութային մի բան է, դա այնպես չէ, որ դա տրված եղել, դա այնպես չէ, որ ուղղակի պետության պարտադրանքով է միայն ապահովվել։ Հայերը հետաքրքրվել են լեզուներով, ուզեցել են դա մեր մշակույթի մասն եղել։ Բայց մի քիչ էլ օտարամոլ են եղել։ Օտարամոլությունն է դրա մասն է դառնում։ Ոնց որ դա փաթեթով է գալիս, հա, կա օտարամոլություն, կա աշխարհի նկատմամբ հետաքրքրվածություն, կա երազանք գնալ մեծ աշխարհ, եւ դա միշտ եղել ամեն հայ երազանքը։ Մեր համար մեծ աշխարհը դա Մոսկվան եւ Լենինգրադն է։ Այո, դե եթե վերցնենք սովետական միությունը, դա խորհրդային միությունն էր, եթե վերցնենք ավելի հին ժամանակներ, որ մենք կիսված ենք եղել երեք կայսրությունների միջև, պարսկական, օսմանական եւ ռուսական, ապա երեքում ապրողներն էլ, ասենք, պարսկական կայսրության մեջ ապրողները շատերը միշտ երազել են Լիբանան գնալ, Բեյրութը համարվում էր ինչ-որ կենտրոնին այնտեղ։ Ասում կենտրոններին ձգտելու բնազդը եղել է եւ դա ինձ թվում է գալիս է նրանից, որ մենք այն պայծ եւ մենք փաստացի ենթարկվեցինք այլ կայսրությունների կամքին, մենք դարձանք կայսրական ժողովուրդ, կայսրության մաս ժողովուրդ։ Մենք եղել ենք միշտ հին դարերում էլ ապրել ենք ինչ-որ կայսրությունների մեջ։ Եվ դա ունի եւ դրական եւ բացասական կողմերը։ Դրական բանն այն է, որ այդ կայսրության մշակույթը դու ներառում ես քո մեջ, դարձնում ես քո մշակույթի մասը եւ դա զարգացնում է, որտեղ կայսրությունների մշակույթները բավականին բարձր են եղել։ Ի տարբերություն նաեւ առաջ ես գնում, որտեղ դիտարկենք, այնտեղ հայերը նշանակալի դեր են ունեցել։ Այո, հենց դա է հիմնական մեխանիզմը, որտեղ կայսրության կենտրոնում, մետրոպոլիայում կա ամեն բան։ Կա ոսկի, կա պաշտոն, կա բարձր արվեստներ, առաջնահերթություն, բարձր արհեստներ, բարձր գներ, եւ դու ձգտում ես գնալ այնտեղ, եւ դա եղել է դեպ ասեմ միշտ։ Դա եղել է միշտ բոլոր ժամանակներում։
Դրանից մեր մշակույթը ինձ թվում է ինչ-որ բան քաղել է եւ մենք կարծում եմ, որ այսօր էլ բնականորեն ձգտում ենք լեզուներ սովորել։ Ու Հայաստանում ես լավ գիտեմ դա նաև իմ փորձից, որ անգլերենի ուսուցչուին լավ կամ ուսուցիչը միշտ պահանջված կլինի։ Բայց զարմանալի ռեպետիտորը, չէ՞։ Այո, բայց զարմանալիորեն դրան հետ մեկտեղ մարդիկ կան, որ սովորում են շատ եզակի լեզուներ։ Մենք ունենք ես իմ տարբեր չինարեն ուսումնասիրողներ ունենք։ Չինարեն արդեն այնքան եզակի չի, բայց ասենք, չգիտեք, ինչու պիտի հայերը փորձեն սովորեն, ասենք, հոլանդերեն։ Բայց կա Հայաստանում մի քանի մարդ, որ սովորեցնում է հոլանդերեն, շատ սպეციფიկ լեզու է։ Այնպես որ այդ առումով մենք եթե դա պահպանում ենք, այլ բան է, որ մեր կրթական համակարգը այսօր չունի բավարար պատրաստված կադրեր, որպեսզի մեզ մոտ անգլերենի օրինակ գոնեղ, որովհետև անգլերենը բնականաբար դեռ կա եւ երկար ժամանակ կմնա միջազգային շփման լեզուն, անգլերենի լավ մակարդակ դասամատման ապավել բավականին դժվար է։ Բայց այստեղ գալիս մի քիչ օգնում է արհեստական ինտելեկտը, որը բայց նաև հետ բերում է նաև խնդիրներ, որովհետև ինքը նաև ծուլություն է ստեղծում։ Առաջացնում է ծուլություն, բայց նաև ես հիմա նկատում եմ, որ երեխաները սկսում են խոսել եւ գրել ինչպես արհեստական ինտելեկտը, որովհետև դրանից են սովորում լեզուն, եւ դա էլ իր վտանգներն է բերում, որովհետև դա բավականին նողկալի, անորակ լեզու է, էլի։ Հա, այսինքն այստեղ մի կարևոր հանգամանք կա, եթե ունի հմտություն օգտվողը արհեստական բանականությունից, ինքը կարող է շատ բան քաղել դրանից։ Բայց եթե ինքը այդ հմտությունը չունի, այսինքն զուտ, այսպես ասած, արտագրում է, հա, ասում է ինձ ես ինչ բանն է պետք, արհեստական բանականությունը մատուցում է, այդ մարդու եսը կորում է տեղ։ Այո, եւ ոչ միայն եսը։ Ուղեղն է, ուղեղը դա նման է նրան, որ փոքր երեխային փոխարենը իրեն վարժեցնես, որ ինքնուրույն քայլի, փոքրուց մի սարք միացնես, որ իրեն քայլեցնի։ Հիմա հասկանալի է, որ այդ երեխան երբեք ինքնուրույն քայլել չի սովորի։ Նույնը այստեղ է, եթե կա անդադ սարք, որ ամեն քայլափոխին քո փոխարեն ինչ-որ բան անում է, քո ուղեղը, որը մկան չէ, բայց մկանի նման պարապելու կարիք ունի, զորանա մարզվելու։ Այո, նույն հետևանքն է, եւ դա մի գեղեցիկ տեսություն չէ, դա արդեն փաստված է հետազոտությունները, որոնք շատ մտահոգիչ են։ Այն աստիճան, որ մեկ անգամ, եթե դու գործ անելու փոխարեն օգտագործում ես այդ արհեստական ինտելեկտը, ապա հաջորդ պահին, երբ որ քեզ տալիս են նույն գործը եւ այդ գործը ձեռքիցդ վերցնում են, դու դառնում ես անկարող, չես կարող անել։ Վերջերս MIT-ում նման հետազոտություն է արվել եւ դա ապացուցվել է, որ մարդիկ շատ արագ ձեռք են բերում մտավոր կախվածություն եւ սեփական ջանքի նկատմամբ անվստահություն, անզորության զգացողություն եւ դադարում են արդյունավետ մտածել։ Իրենց պետք կլինի որոշ ժամանակ իրենց յետ բերելու համար։ Չեմ հիշում Այզեք Ազիմովն էր, թե Բրեդբերին էր, բայց մի շատ հետաքրքիր պատմված կար, որտեղ դե բնականաբար ֆանտաստիկա է, հասկանալի է, որտեղ ինչ որ մեկը, ինչ որ մի սև սքեմ հակած մեկը գալիս է եւ մրջնանոցի վրա տեղադրում է ջեռուցման, արևային լույս ստանալու եւ այլն ինչ որ գործիքներ, այսպես ասած, եւ մրջյունները սկսում են զարգանալ, որտեղ մրջյունները զմերը քնում էին, վերանում էին, հաջորդ ցայնը գալիս էր չունենալով հիշողություն։ Հիմա ինքը տվեց հնարավորություն, որ ունենան հիշողություն եւ մրջյունները տիրում են ողջ երկրագունդը, հա, այսպես մի բան էր։ Հիմա արդյոք նույնը չի նմանվում արհեստական ինտելեկտի պարագայում։ Այսինքն արհեստական ինտելեկտը քո պատվերով ինչ որ բան է անում, բայց ինքը անում է եղածից, ինքը նորը բնականաբար չի ստեղծում, չէ, ինքը գեներացնում է եղածը, գտնում է այդ եղածի, ասենք ոսկե միջինը, բայց ժամանակը անցնում է, կգա ինչ որ մի ժամանակ, որ չկա ինչ որ մի նոր բան, որից այդ նույն արհեստական ինտելեկտը պիտի գեներացնի ինչ որ բան։ Դե դա այդ խնդիրը արդեն այսօր կա, ու հայտնի է այդ խնդրի հետևանքներն են հետազոտված,
երբ որ դու վերցնում ես եւ արհեստական ինտելեկտի գեներացրած տեքստը նորից իրեն հրամցնում ես որպես սովորելու համար տեքստ, որի վրա նա պետք է շարունակաբար սովորի, ապա որոշ ժամանակ հետո իր տված արդյունքները դառնում են շատ խեղաթյուրված։ Եվ միջևերջ հայտնի չէ ինչու է այդքան արագ ընթանում այդ դեգրադացիան, անկումը, բայց այդպես է ստացվում, ընդամենը մի քանի սերունդ այդպես շարունակական քայլերից հետո 2-3 սերունդ հետո միանգամից կտրուկ նվազում է որակը։ Տարբեր ենթադրություններ կան, բայց արդյունքն այն է, որ հիմա արդեն այդ բոլոր համակարգերը կանգնած են այն խնդրի առջև, որ ինտերնետը ամբողջապես արդեն ողողված է արհեստական ինտելեկտի կողմից ստեղծած տեքստերով։ Հիմա եթե դու Google search անես, տեսանյութերով, ամեն ինչով, բայց հենց տեքստը առաջին մեծ խնդիրն է, որտեղ եթե հիմա Google search անես, ապա շատ հաճախ առաջի մի քանի փնտրվածի առաջի մի քանի արդյունքները շատ հաճախ դեպքերի մեծ ամասնությունում արդեն արհեստական ինտելեկտի կողմից գրած տեքստերն են, որտեղ այն գիտի գրել այնպես, որ Google-ը ընտրի։ Նաև այնպես, որ կոդուրը գա։ Այո, եւ այնպես, որ կոդուրը գա, եւ մարդիկ դա են ընտրում, այո, ամեն ինչ այդպես է։ Բայց դա բերում է նրան, որ գնալով այդ տեքստերը շատանում են, շատ արագ են շատանում։ Եվ ես վախենամ, որ դրա արդյունքը նաև կլինի այն, որ մարդիկ կդադարեն ընթերցել։ Եվ կդադարեն հետաքրքրվել տեքստերով։ Բայց ամենակարևոր խնդիրն այստեղ այն է, եւ դա իրապես արհեստական ինտելեկտն լիքը դրական բաներ է։ Եկեք որպես գործիք, այո, ասենք, որ ինքը վատն է, դա շատ տարօրինակ բան կլիներ, էլի, մոտեցում կլիներ։ Որպես գործիք շատ լավ գործիք է շատ դեպքերում։ Խնդիրն այն է, որ իրեն պետք է զգուշորեն վերաբերվել, ինչպես ասենք զոթման սարքը գործիք, բայց եթե սխալ բան անես, մատերդ կայրես կամ դու կայրվես, կամ դու կպայթես, կամ կպայթես, կամ չասես կարող է լինել։ Պետք է հասկանալ, թե այդ գործիքից ինչպես օգտվես, որ քեզ վնաս չբերի եւ միայն օգուտ բերի։ Ու այդ գիտակցումը չկա, որովհետեւ այն բոլորին հասանելի է եւ պայքար է գնում, որ ել ավելի բոլորին հասանելի լինի, որովհետեւ դա է միջոցը տիրելու աշխարհը, բայց այդ աշխարհը տիրելուց այդ աշխարհը նաեւ բավականին տուժում է։ Եվ հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ ժամանակին մեծ ջանք են գործադրել, որպեսզի լավ տեքստեր սովորեն գրել։ Դա ամբողջ մշակույթ է, գրելու մշակույթ։ Դա եղել է եւ մեր մշակույթի մեջ եւ շատ կարեւորվել է, մենք մեծարել ենք մեր գրողներին, ինչի համար, լավ գրելու համար։ Եվրոպայում առանձին ուսուցանվել է, որպես առարկա։ Այո, Անգլիայում անգլիացիների մեջ միշտ եղել է, որ լավ կրթված մարդը պետք է կարողանա լավ խոսել եւ լավ գրել, շատ կարեւոր։ Հին Հռոմի հռետորությունը։ Հռետորություն, այո։ Իսկ հիմա ստացվում է այնպես, որ այդ գործունեության նկատմամբ հետաքրքրությունը կորում է։ Եւ մարդիկ ուղղակի արագ գեներացնում են ինչ-որ տեքստեր, որոնք լավը չեն։ Եվ դա ամենամեծ վտանգն այն է, որ դրա արդյունքում մարդկանց ուղեղներն են նվազում, որտեվ եթե մենք տեսնենք, թե ինչը բերեց մեր մարդկությանը այնտեղ, որտեղ մենք կանք, բերեց գրավոր մշակույթը։ Այ քո ասած այդ մրջունները, որ սերնդեսերուն սկսեցին իրենց գիտելիքը փոխանցել, հիշել փոխանցել, նույն այդպես ասեմ 8 հոտնուկները, իրենք եթե կարողանային սերնդեսերուն գիտելիքներ փոխանցել, իրենք հիմա մարդկանցից երևի ավելի զորեղ կլինեն, որովհետև եզակի ֆանտաստիկ ինտելեկտ ունեն։ Կամագրավները, այո, բայց իրենց մոտ դպրոցներ չկան, կրթելու հնարավորություն չկա, եւ ամենակարևորը տեքստեր չկան։ Մարդիկ դարձան մարդիկ շնորհիվ տեքստերի, բայց բնականաբար մենք ենք ստեղծել տեքստը որպես գործիք, այնպես որ մարդը ի վիճակի եղել դա անել, բայց ամեն դեպքում դա մեծ հայտնագործություն է, որ մեզ շատ առաջ է տալի։ Հիմա մենք այդ հայտնագործության ուժը կորցնում ենք։ Եվ թե դա ինչին կբերի, շատ դժվար է պատկերացնել, բայց ես եւ ոչ միայն ես, շատերը լուրջ մտավախություն ունեն, իսկ ես որպես մարդ, որ նաեւ բացի դպրոցից որտեղ ես ֆիզիկայում դասավանդում, ես նաեւ դասավանդում եմ ամերիկյան համալսարանում, գրել կարդալ եմ սովորեցնում առաջին կուրսեցիներին անգլերենով ակադեմիական մակարդակի, ես արդեն առնչվում եմ նրա հետ, որ մենք հիմա մեծ խնդիրներ ունենք որպես դասախոսներ, ուսանողներին յետ պահելու այդ մտավոր ծուլությունից։ Կուրսայիններ են պատրաստում, դիպլոմայիններ են պատրաստում։ Հա, իրենք դուրս են գալու, հետո երբ որ մենք գնանք բժշկի, մենք ընկերներից հարցնելու ենք ինքն է սովորել, թե արհեստական ինտելեկտն է իր փոխարեն քննություն։ Կամ բժիշկը արհեստական ինտելեկտից հարցնելու է։
իսկ դա արդեն դրա մեջ կան լավ բաներ։ Հարցն այն է միայն թե արդյոք իր դիպլոմը ինքն է վաստակել, թե արհեստական ինտելեկտն է փոխարեն վաստակել, թե երկրորդը, ապա բնական է այդ բժիշկ չի։ Նրա մոտ գնալը շատ վտանգավոր է, նա ոչինչ չգիտի։ Նրա փոխարեն բոլոր բաները մասնագետ երևի թե։ Այո։ Եվ հետաքրքիր բաներ են առաջանում այդտեղ, նոր հնարավորություններ, բայց նաև նոր ռիսկեր։ Օրինակ, ChatGPT-ին չէ, բայց կան արհեստական ինտելեկտի որոշակի մոդելներ, որոնք կարողանում են շատ արագ բացահայտել շատ վաղ փուլում քաղցկեղի երևույթները լուսանկարներից, ռադիոլոգիայի պատկերներից։ Եվ ենթադրվում էր, որ դա այնքան զորեղ գործիք է, որ շուտով ռադիոլոգներ պետք չեն լինելու։ Բայց հակառակը եղավ։ Ռադիոլոգների կարիքը կտրուկ աճեց, որտեղ եթե նախկինում մարդիկ այդ աշխատանք անում են երկար, որտեղ դա պահանջում էր բավականին ժամանակ, իսկ եւ ստուգել եւ վերստուգել եւ այլն, եւ տևում էր օրեր։ Եվ այդ պատճառով բժիշկները խուսափում էին սահմանային դեպքերում դիմելու, այլ միջոցներով էին փորձում հասկանալ, որտեղ ժամանակ էր գնում։ Հիմա, քանի որ դա շատ արագ է արվում, բոլորը սկսել են պատվիրել եւ կտրուկ աճել է ռադիոլոգիայի կարիքը եւ քանի որ վերջնական որոշումը միևնույն է մարդունն է, կյանքի մահու հարց է, հետեւաբար ռադիոլոգների պահանջարկը կտրուկ աճել է։ Ուզում եմ ասել, որ կփոխվեն մասնագիտություններ, բայց միևնույն է մարդու փոխարեն որոշում կայացնելը կմնա միայն մարդուն, փոխարեն չի լինի։ Այո։ Իսկ եթե դա այդպես, այդ մարդը պիտի ամեն դեպքում տիրապետի իր մասնագիտությանը եւ պիտի կարողանա որոշում կայացնել ավելի լավ, քան դա անում է մեքենան։ Իսկ դա գնալու ավելի դժվար է դառնալու։ Բնականաբար, եւ պատկերացնենք արհեստական ինտելեկտը կարող է շատ փայլուն ամբողջ, ասենք, օդանավի չվերթը կառավարի, բայց չնախատեսված դեպքերում ինքը չունի այդ փորձառությունը, եւ եթե չկա օդաչուն, նշանակում է այդ օդանավը դատապարտված է։ Այո։ Հենց այն ինչը մարդկանց վերապահված է, եւ ինչ արհեստական ինտելեկտը երբեք չի կարողանա անել, դա հենց մարդ լինելն է։ Նշանակում է բարդ իրավիճակներում պահպանել քո մարդկային կերպարը եւ գործել որպես մարդ։ Օրինակ օդաչուն կարող է իր մարդկային կարողությունները հավաքել եւ դժվար դեպքերում գտնել լուծումներ, փրկել։ Արհեստական ինտելեկտը երբեք դա չի կարողանա անել։ Այսինքն կարելի է ենթադրել այսպես, էլի, արհեստական ինտելեկտը չի կարող նույն էֆեկտը տալ, կարող է շատ օգնել, բայց նույն էֆեկտը տալ, ինչ որ տվեց, ասենք, շոկե տուրբինի հայտնագործությունը։ Գիտես ինչպես է, ենթադրվում է, որ արդեն սահմանված խնդիրները շուտով հիմա էլ արդեն կան մաթեմատիկայի որոշ խնդիրներ, որոնք երկար տարիներ համարվում են չլուծված, այսօր արհեստական ինտելեկտը դրանք կարողանում է լուծել։ Այլ մարդկանց ուղղորդման բնականաբար աջակցության, բայց հիմնականում ինքն է կատարում այդ աշխատանքը, հետաքրքիր կերպով։ Ուզում ասեմ ֆորմալ խնդիրները, որոնք մարդիկ հստակ սահմանում են, դուրս բերելով դրանք իրականությունից, որպես գեղեցիկ մոդել, պարզ մոդել, եւ տալիս են համակարգին, կարողանում է անել։ Ֆորմալ մտածողությունը լավ է ստացվում։ Իր խնդիրը աշխարհը ճանաչելն է, իր ամբողջականությունը։ Բայց շոկե տուրբին չի հայտնագործի։ Կարող է մի օր մի բան հայտնագործի, կարող է մի հատ օպտիմիզացիա անի, կարող է անգամ նոր բաներ անի, չգիտենք։ Այդ նորի հասկացությունը մենք լավ չենք պատկերացնում, դա ինչ է։ Մենք ասում ենք, նա նոր բան հայտնագործեց, որ նայում ես ինչ էր այդ նոր բանը, միշտ համարյա միշտ ինչ որ այլ մարդկանց մտածողության շարունակություններ, ինչ որ Էլի ոսկե միջինի տրամաբանությունը։ Այո, ուզում եմ ասել, որ մենք միջևեր չգիտենք ինչպես են մարդիկ իրագործում հայտնագործությունների, մեծ հայտնագործությունները։ Բայց շատերն են ասում, որ ենթադրաբար չի կարողանա, որտեղ դրանք միշտ ոչ տրամաբանական մտքի թռիչքներ են, որոնք բացարձական հասկանալի են։ Այսինքն խնձորը չին գնելու, հա, արհեստական տրամաբանության գլխին։ Հա։ Մենք այն ցածկը մտքի գիտության մեջ ամենամեծ հայտնագործությունները չեն արվել գիտական մեթոդով։ Դրանք արվել են շնորհիվ փայլատակման,
մտքի փայլատակման, մարդը ինչ-որ բան է մեկ էլ գիտակցել, վաու։ Ինչու ոչ նաև երազի շնորհիվ, հա, ասենք այդպես է եղել, հա։ Հա, ինչ-որ մի բաներ մարդու մեջ եղել են, նա դա բացահայտել է։ Այդ պատճառով հավատացյալ մարդիկ ասում են Աստվածն է տալիս դա։ Ահա։ Արամ ջան, եթե կրկին վերադառնանք կրթությանը, Հայաստանում կրթությունը ըստ քեզ թանկ է, թե մատչելի է, եթե անգամ այո, կրթությունը մատչելի է, իսկ որակը գլխավոր խնդիրն է, չէ՞։ Հայաստանում կրթությունը թանկ է։ Ասեմ ինչ նկատի ունեմ, ինչու եմ դա ասում։ Բազային, այսպես ֆունդամենտալ մակարդակի վրա, որ ուղղակի երեխան կարողանա ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ, գրագիտություն։ Եվ հետո անգամ համալսարան ընդունել եւ անգամ ավարտել։ Դրա համար մեծ ծախսեր պետք չեն։ Բայց դա խաբուսիկ բան է, որովհետեւ կրթությունը դա այն չէ, ինչը փաստված է փաստաթղթերով, ատեստատներով, քննություններով եւ այլն։ Կրթությունը այնն է, ինչ քեզ դարձնում է մրցունակ, ինչ քեզ տալիս է հնարավորություն։ Այն այդ դեպքում այն ունի իմաստավորում, ավելին քան զուտ մարդուն մարդ դարձնելը։ Որովհետև եթե մարդուն մարդ դարձնելն է մեր կրթության միակ իմաստը, ապա դրա համար դպրոց էլ պետք չի գնալ։ Գրեր կարդալը այսպես թե այնպես աչի ձախից մի կերպ կսովորի երեխան մեծերի հեչ ոչ հեռախոս օգտվելու համար։ Իսկ մնացածը կյանքում առանձնակի պետք չի գալիս։ Մի պարզ թվաբանություն եւ արդեն նախկինում 4 տարի սովորելուց հետո մարդիկ կարողանում էին աշխատել։ Բայց իրական այսօրվա 21-րդ դարի պահանջներին բավարարող կրթությունը Հայաստանում քչերին է հասանելի։ Դա է մեր խնդիրը։ Եվ այն բավականին թանկ է ստացվում։ Եվ դա շատ ցավալի է, որովհետև դա բերում է ել ավելի սոցիալական պառակտման։ Այն մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն երեխաներին ապահովել լավ դպրոց, լինի դա լավ պետական, որտեղ էլի դու պետք է կարողանաս քո կապերի բաներն երեխային տեղավորել, կամ լավ մասնավոր, հետո լավ համալսարան նախընտրելի է Հայաստանից դուրս, որտեղ հայկական համալսարանները շատ եւ շատ ոլորտներում այնքան էլ մրցակցային չեն, ցավոք։ Կամ լավ հայկական համալսարաններ, որոնք էլի բավականին վճար են ենթադրում։ Արդյունքում ստացվում է, որ մեր պետությունը որակյալ կրթություն ցավոք չի ապահովում։ Ասեմ օրինակ բուհական համակարգում Հայաստանը պետության ֆինանսական մասնակցության տեսակետից գտնվում է աֆրիկյան երկրների մակարդակի վրա, աղքատ աֆրիկյան երկրների մակարդակի վրա։ Ընդամենը բուհական ծախսերի 25%-ն է հոգում պետությունը, 75%-ը դրված է ծնողների վրա։ Դե հիմա եկեք հաշվենք։ Եվ բուհերի եկամուտների վրա։ Դե բնականաբար դա բուհերի եկամուտն է, դա համակարգի ֆինանսավորումն է։ Հիմա եկեք հաշվենք, որքան մարդ կարող էր ընդուլ տալ շքեղություն, որը հայկական բուհական կրթություն է, որտեղ այն համարյա ոչ մի երաշխիք չէ ապագայում աշխատանք գտնելու եւ արդյունավետ լինելու, որտեղ բուհերի մեծամասնությունը չեն բավարարում այսօրվա բարձր պահանջներին աշխարհի մակարդակի։ Դա մեծ խնդիր է։ Հիմա դա է պատճառը նաեւ, որ մենք ունենք փաստացի, որ ընդամենը 20%-ն է փոքր համայնքների դպրոցի շրջանավարտներից դիմում բուհեր։ Երևանի կամ մեծ քաղաքներում տոկոսը ավելի բարձր է, բայց փոքր համայնքներում 20%-ն են շարքում։ Իսկ նախկինում հակառակն էր։ Նախկինում շատ ավելի հավասար էր։ Մարզերից ավելի շատ է, քան քաղաքից։ հավասար էր, այո։ Եվ դա մեծ մտահոգություն է առաջացնում, որովհետև տաղանդ են կորցնում, հնարավորություններ են կորցնում, զարգացման հնարավորություններ են կորցնում։ Ասածս այն է, որ մենք կարծում եմ այդ առումով պետք է զգալիորեն վերանայենք մեր պետական քաղաքականությունը կրթության ֆինանսավորման։ Կարծես թե նման միտումներ կան, ես դա հիմա ասում եմ որոշակի վերապահումներ, որտեղ վերջնական քննարկումների արդյունքը չգիտեմ, բայց գոնե խոստումների մակարդակի վրա քաղաքական կար խոսակցություն, որ պետության մասնակցությունը բուհերի ֆինանսավորման պետք է կտրուկ աճի։ Ես տեսել եմ նման պնդումներ ակադեմիական քաղաքի
հիմնավորման շուրջ, որ դա նաև միջոց կլինի վերահսկելու որակը բարձրացնել ֆինանսավորումը, պետության մասնակցությունը ֆինանսավորման մեջ, որտեղ պետությունն է իր պատճառները ունի չֆինանսավորելու։ Ասում է դպրոցական համակարգը մենք ենք կառավարում, մենք կարող ենք այնտեղ վերահսկել կրթությունը, եւ այդ պատճառով մենք կարող ենք եւ նաեւ պարտավորությունը որակը ներքևից ապահովել, հա։ Մենք կարող ենք գոնե վերահսկել։ Եթե մենք կարող ենք վերահսկել, մենք նաեւ կարող ենք հանգիստ ֆինանսավորել, որտեղ վերահսկվում է դա հարկատուների տված գումարն է։ Մենք պետք է որ ծախսում ենք հարկատուի տված գումարը, մենք պետք է վերահսկենք արդյունքը, մենք չենք կարող ուղղակի տալ եւ մոռանալ, չէ՞։ Հիմա մեր բուհական համակարգը բաղկացած է հիմնականում հիմնադրամներից, պետական հիմնադրամներից, որոնց պետությունը անմիջապես չի վերահսկում եւ որոնց աշխատանքի որակը շատ ավելի քիչ վերահսկվող է այն բոլոր գործիքներով, որ պետությունը ունի։ Հետաբար, քանի որ կան վերապահումներ կրթության որակի շուրջ եւ որպես մարդ, որ գիտի ներքին միջավայրը մտնորդես կարող եմ հաստատել, որ շատ բուհերում բանի որակի վերահսկողությունը շատ ցածր մակարդակի վրա է, դե նաև պետություն չի վստահում եւ չի ուզում ֆինանսավորել։ Դա հասկանալի է։ Բայց այդ բանը պետք է մոտեցումը պետք է փոխել միանշանակ։ Այո, այդ իրավիճակը պետք է կոտրել եւ դա չպետք է լինի վերահսկողության բարձրացման շնորհիվ, դա պետք է լինի չափանիշներ սահմանելու, չափանիշներ բավարարելու դեպքում, այո։ Ֆինանսավորումը պետք է շատ ավելի բարձր լինի։ Օրինակ Գերմանիայում այդպես է, դու եթե բուհ ես, մասնավոր թե պետականը դու։ Եթե դու ունես ծրագիր, որ բավարարում է պետական չափանիշների, որոնք բավականին բարձր են, ներկայացնում ես ծրագիրը, ապացուցում ես, որ այն բավարարում է եւ ստանում ես ֆինանսավորում պետությունից, ամբողջական ֆինանսավորում այդ ծրագրի իրագործման համար։ Կարծում եմ նույնը պետք է անել Հայաստանում, բուհերը պետք է այդ ծրագրերով ծրագիր առ ծրագիր համապատասխանեցնեն որակը, բովանդակությունը, դա էլի սկսվեց այդ աշխատանքը, համապատասխան մարմինը ստեղծվեց, անգամ մարմնի ղեկավարն է շատ կարող անձնավորություն, որ դա կարող անել, բայց այդ ամենը դեռ իր նորմալ սահմանային վիճակում։ Իսկ այստեղ եթե խոսենք կրթության գլխավոր սպառողի մասին, երիտասարդ սերունդը գիտակցում է արդյոք կրթության կարևորությունը, որակյալ կրթության կարևորությունը։ Երիտասարդ սերունդը մի քիչ չի հասկանում, թե որակյալ կրթությունը որն է։ Եվ այստեղ միշտ կա մի խնդիր, որ մենք պետք է շատ լավ գիտակցենք, որ երիտասարդները մի քիչ ընդհանրապես ասած արկածախնդիր եւ ամեն ինչին թեթև վերաբերվող մարդիկ են։ Դա երիտասարդության բնորոշ բան է։ Հետևաբար, երբ որ երիտասարդը ընտրում է բուհը, նա միգուցե ձգտում է լավ բուհ գնա, լավ ասած, նշանակում է, այդտեղ պետք է լավ աշխատի։ Անունով, արկանիշով եւ այնտեղ պետք է մեծ ջանք գործադրել, չէ՞ որ արդյունք լինի։ Բայց արդեն որ հայտնվում է բուհում, ամեն բան անում է, որպեսզի քիչ աշխատի։ Այս գլխավոր նպատակը բուհը ավարտելն է դառնում։ Այո, բայց դա բնորոշ է, անգամ ես կասեմ, ես կարծում եմ, որ դա ընդհանրապես ոնց որ ուսանողների բնորոշ բան է։ Ուսանողները ընդունվում են լավ բուհեր, հետո ուսանողները ենք։ Ամեն գնով փորձում են խուսափել շատ աշխատանք կատարելուց, բացառությամբ եզակի մարդկանց։ Դա նորմալ է, դա երիտասարդության բնորոշ մոտեցում է։ Բուհերը պետք է ունենան մեխանիզմներ երիտասարդներին լրջացնելու, հավաքելու, մոտիվացնելու, օգնելու իրենց գիտակցել, թե որտեղ են գտնվում, ինչ կարևոր գործեր ունեն անելու, ինչ նպատակներ։ Իսկ դրա այդ հիմնական մեխանիզմը ասեմ որն է։ Հիմնական մեխանիզմը բիզնեսների գիտական հաստատությունների ներկայությունն է բուհերում։ Երբ որ առաջի կուրսեցիները առաջի կիսամյակի ընթացքում մի քանի հանդիպում են ունենում պոտենցիալ գործատուների հետ, որոնք հստակ նկարագրում են, թե ինչ չափանիշներով են ընտրելու եւ այլն, իրենց մոտ առաջանում է այդ երիտասարդական ազարտը ամեն գնով ինչու ես չլինեմ։ Այո, ինչու ես չլինեմ, ընկերս լինի։ Ես ուրեմն պետք է ջանք գործադրեմ, ես եմ ուզում այդ երանելի տեղում աշխատել, այս հետաքրքիր աշխատանքը կատարել եւ այլն։ Եվ դա իրենց մոտ կարող է բացել շունչ ձգտում ամերիկյան լավագույն բուհեր հենց այդ մոդելով են աշխատում։ Ընդ որում ամերիկյան համալսարանն էլ կարծես էլի ամերիկյան համալսարանը Հայաստանի, այո, նաև ձգտում է այդ մոդելին պոլիտեխնիկական համալսարանում կա
եւ կիրառում է նման մոտեցում եւ դա ստեղծում է բավականին ողջավորություն եւ ձգտում, բայց մեր խնդիրը նաեւ այն է, որ դա արդեն ավելի մեծ խնդիր է եւ շատերն են ասում, որ որքան էլ երկիրը ջանա ունենա լավ կրթություն, երկրի իրական կրթությունը կհամապատասխանի իր տնտեսական զարգացման մակարդակին։ Մեր տնտեսությունը այսպես ճակատավոր բարդ տնտեսություն չէ։ Շարունակում է մենք չունենք արժեքի ձևավորման երկար շղթաներ։ Շատ կարճ են շղթաները։ Թուրքիայից ապրանք բերեցինք, վաճառեցինք, գումար ուղարկեցինք Ռուսաստան, ապրանք բերեցինք, վաճառեցինք, ոնց որ առևտուրը եւ սերվիսները, պարզ սերվիսները, ագրո ոլորտը։ Այո, ագրո ոլորտ։ Պարզ սերվիսները, առևտուրը կազմում են մեր տնտեսության մեծամասնությունը եւ բնականաբար հանքարդյունաբերությունը։ Եթե մենք ձեռք չբերենք բարդ սերվիսների մշակույթ, փոխկապակցված համակարգային, երբ որ դու ունես լայն համայնք ընկերությունների, որոնք գործակցելով ստեղծում են բարդ պրոդուկտներ, ապահովելով այդպիսի պրոդուկտի ձևավորման երկար շղթաներ, որտեղ ամեն մի ընկերություն իր մասն է ունենում մասնաբար, ինչպես Չինաստանն է օրինակ այսօր, ինչպես Հարավային Կորեան է, ինչպես Ճապոնիան է։ Եթե մենք չունենանք նման տնտեսություն, մենք չենք ունենա բուհական համակարգի նկատմամբ ճիշտ պահանջարկ եւ չենք ունենա ծայրեղ որակ ապահովող մեխանիզմ, որ դու կամ այս տնտեսության համար ես աշխատում կամ դու փակվիր, որտեվ այլապես քո ուսանողներն ոչ ոքի պետք չեն եւ բնակաբար քո ուսանողները ոչ ոքի պետք չեն, քո մոտ ոչ ոք չի գա եւ դու ինքս ինքն փակվում ես։ Այսինքն բժշկական կոպիտ ասած բժշկական համալսարան ես, տալիս ես լավ կադրեր, պահանջված, հա, դու էլ լինում ես պահանջված համալսարան։ Այո։ Իդեպ ասեմ, որ բժշկական համալսարանը Հայաստանում հենց այն պատճառով ունի բավականին լավ համբավ եւ համարվում է բավականին լավ համալսարան, որ Հայաստանում բժշկությունը գործում է պահանջված է, գործում բավականին բարձր մակարդակի վրա։ Մենք ունենք բարդ տեխնոլոգիա, բժշկական տեխնոլոգիայի կիրառման փորձ, մեր հիվանդանոցներում մենք ունենք մասնագետներ, որոնք ունեն միջազգային որակավորումներ եւ այլն, եւ դա մեզ օգնում է այդ ոլորտը բավականին բարձր մակարդակի վրա պահել, բայց ցավոք այլ ոլորտներում դա չկա։ Եվ դա մեծ խնդիր է ստեղծում մեզ համար։ Եթե մենք ունենայինք համաչափ զարգացում տնտեսության, որտեղ բոլոր ոլորտները ուներ բարձր որակի ծառայությունների ապահովման մեխանիզմներ եւ բիզնեսներ եւ կազմակերպություններ, որ դա անում են, մենք ունենայինք շատ լավ բուհական համակարգ։ Հիմա Արամ ջան, ես հաջողքով կշարունակեի զրույցը, բայց ինձ հուշեցին, որ եթերաժամը սպառվեց, ուղղակի վերջում եթե դիտարկենք անգամ շինարարության ոլորտը, ինձ թվում է այդ խնդիրը այնտեղ էլ կա, որտեղ այսօր տեսնում ենք բազմաթիվ շինարարական կազմակերպություններ, որոնք աշխատում են Հայաստանում ոչ հայկական, չէ՞, այսինքն մենք ունենայինք իրանական շինարարական կազմակերպության փոխարեն հայկականը, որը թունելներ կպատրաստեր, էսկաներ, կամուրջներ կսարքեր, բայց այսօր մենք չունենք ստիպված դիմում ենք դրսին։ Այստեղ ասեմ, որ խնդիր չէ դիմել դրսին։ Հա, խնդիր չէ, խնդիրն այն է, որպեսզի լինի պետական քաղաքականություն, ըստ որի երբ որ դրսից ինչ որ կազմակերպություն ստանում են պատվերներ, առավել դրանք պետական պատվերներ են, ապա իրենք պետք է ապահովեն այստեղից կադրերի ներգրավում եւ աշկերտություն, այն ինչ որ անում է Լիդիան է հիմա։ Այո։ Դրա արդյունքում մենք կարող ենք ունենալ փոփոխություն նաեւ այդ ոլորտում։ Մենք կունենանք տեխնոլոգիաների զարգացում։ Ասեմ, որ մենք միակ երկիրը չենք, որ այս խնդիրը ունենք, այս միջինից բարձր զարգացող երկրների մեծ ստվար ծավալ այս նույն խնդիրը ունի, այն կոչվում է միջին զարգացման անեծք։ Ու որպեսզի մենք գնանք դեպի այլ ավելի զարգացած պետություն, մենք պետք է կարողանանք Հայաստանում ձևավորել բարդ կորպորատիվ մշակույթ, մեծ ընկերություններ եւ այլն, որը մենք չունենք։ Հուսամ, որ ժամանակի ընթացքում դա կառաջանա ու այդ դեպքում նաեւ դա շատ արագ կփոխի իրավիճակը կրթություն։ Շնորհակալություն։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրները այդ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչյանյանը։ Ամեն բարիք ձեզ։